Բարև ձեզ, պրոֆիլի հյուրը դերասան Շունչ թատրոնի համահիմնադիր Սեյրան Մովսիսյանն է, մարդ ով գնում է իր եւ ընտանիքի երազանքները իրագործելու ճանապարհով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք։ Լավ, շնորհակալություն։ Սովորաբար ձեր կիրակիները աշխատանքի, ընկերների, թե ընտանիքի օրեր են։ Նայած կիրակի, հիմնականում աշխատանքի, որովհետև մեր գործում կիրակի կամ երկուշաբթի չկա, բայց նաև չեմ մոռանում ընկերների եւ ընտանիքի մասին։ Իսկ ամենահաջողված օրը ձեզ համար ո՞րն է, ինչպիսին այն պետք է լինի։ Երբ արթնանում եմ իմ ուզաջամին, ամենակարևորը։ Ժամը քանիսն է դա։ Դա գոնե 10-11-ը, գոնե։ Չնայած շատ քիչ է այդպես լինում։ Տղայիս հետ ման գալը, որովհետև ես ու տղաս ունենք մեր ժամերը, օրվա կամ շաբաթվա մեջ օրերը, օրվա մեջ էլ ժամերը, փորձում եմ պահել այս խիտ գրաֆիկի մեջ, տղաներով ենք անցկացնում, տղայիս ասած, տղերքով գնում ենք ինչ-որտեղ, դա ամենալավն է, իհարկե, հետո ընկերների հետ, հետո նոր աշխատանք։ Իսկ հիմնականում ինչով եք զբաղվում ձեր տղայի հետ այդ ժամերին։ Իմ տղայի հետ ման են գալիս, նստում ենք ինչ-որտեղ սուրճ ենք խմում, թե ենք խմում, ինչ-որ բան ենք ուտում ու խոսում ենք կյանքից։ Հա, մեկ էլ շատ սիրում է իմ մեքենայով պտտվի գիշերը։ Քանի տարեկան է հիմա ձեր տղան։ 5 տարեկան է։ Այսինքն ընկերներ եք, հա, այդպիսի հարաբերություններ եք պատկերացնում հայր-որդի հարաբերություններում։ Դե այո, իհարկե, կարևոր ընկերությունն է, իհարկե սուբորդինացիան չխախտելով, մենք ընկերներ ենք հիմա։ Ու ինչքան գնա, կարծում եմ այդ ընկերությունը կխորանա, բայց նաև շատ խիստ հայրիկ է։ Իսկ այն փորձը, որ ստացել եք, այն դաստիարակությունը ձեր ծնողներից, այս նույն օրինակով եք դաստիարակում ձեր որդուն, որովհետև առաջ մեր ծնողները կարծես ավելի խիստ էին, չէ՞, այդ սովետական դաստիարակությունը կար, հիմա կարծես ավելի ընկերական հարաբերություններ են փորձում ծնողները ստեղծել իրենց երեխաների միջև։ Իհարկե, ծնողներից եկած դաստիարակությունը մեծ հիմք է ինձ համար, բայց յուրաքանչյուր մարդ անհատական մոտեցում է ցույց տալիս, կարծում եմ իր երեխային, իր ընտանիքին դաստիարակության հետ կապված կամ ընտանիքի մոդելի հետ կապված, տեղն եկած տեղը խիստ է, տեղն եկած տեղը ընկերական, կարծում եմ հլը որ ճիշտ ուղու վրա ենք, ինչքան մեծանում է, իհարկե այդքան խնդիրները շատանում են, բայց կարծում եմ կհաջողենք։ Ես ձեր սոցիալական էջում տեսա, թե ինչպես եք դուք կատարում, իրագործում ձեր որդու երազանքը մոտիկից ցույց տալ Էյֆելյան աշտարակը։ Ինչի եք պատրաստ ձեր որդու այսպես երազանքները իրագործելու համար։ Այ դա այնպեսի հարց է, որ սուտ կլինի, որ ասեմ ամեն ինչի, իհարկե, որովհետև երեխաները շատ երազանքներ կարող են ունենալ, որ ընդհանրապես չխաչվի իմ ծնողների ցանկության հետ։ Ես ու տղաս հիմնականում պլանավորում ենք մեր ճանապարհորդությունները եւ կամաց-կամաց փորձում եմ անել այն, ինչ որ ճանապարհորդությունների հետ կապված եւ ոչ միայն, ինչ որ ուզում է ինքը, իմ հնարավորությունների չափով։ Օրինակ ինքը ուզում էր Էյֆելյան աշտարակը մոտիկից տեսնել։ Ինքը ուզում էր գնալ Իտալիա։ Իհարկե այտենց չի նստելու ասել ես գնում եմ Իտալիա։ Մեր խոսակցությունների արդյունքում է դա եղել։ Հաջորդ կետը մենք որ ուզում ենք գնանք, դա Պորտուգալիան է։ Եվ կինս ասում է պիտի պլանավորես, որ ստացվի, մենք էլ պլանավորում ենք, տեսնենք ոնց կլինի։ Իսկ երեխայիս երազանքների համար իմ հնարավորության չափով կանեմ, բայց ոչ ամեն ինչ, հա։ Այդ պահին եթե ես գտնեմ, որովհետև երեխաները, ինչպես մենք էլ եղել ենք երեխա, ու շատ բաներ կարող է ուզենք, որը ծնողը հասկանա, որ դա չի կարելի, եւ դա շատ համեստ ձևով շրջանցում ենք։ Սեյրան, վերջին տարիներին ցավոք մեր երկրում բազմաթիվ թատրոններ փակվեցին, բայց ձեզ հաջողվեց թատրոն բացել, կարծում եմ դա ռիսկի գործոնել այդտեղ կար, չնայած երիտասարդ տարիքին բացեցիք համահիմնադիրն եք Շունչ թատրոնի, թատրոնը արդեն 3 տարեկան է։ Ինչպես հաջողվեց ձեզ թատրոն բացել եւ այն դարձնել հաջողված նախագիծ։ Տեսեք, ես ծնվել եւ մեծացել եմ Արարատ քաղաքում։ Իմ ամբողջ դպրոցական 12 տարիների, 11 տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, ես մի անգամ եմ եկել թատրոն։ Ամենամոտ մարզը լինելով հանդերձ։ Դա եւ կարծում եմ երևի եւ ֆինանսական հարցից սկսած հարցեր էին այն ժամանակ, եւ ես 3 տարի առաջ իմ մոտ միտք առաջացավ, որ
մեր մարզի երեխեքը շատ հեռու են այսօրվա մշակույթից եւ ոմանք ֆինանսականի պատճառով, ոմանք չկարևորելու պատճառով եւ այլն եւ կիսվեցի բնականաբար իմ ընկերոջ հետ Սամվել Դանիելյանի, ով ինձ հետ համահիմնադիր է, մի օր սպանտան որոշեցի գնալ իրանց տուն, ասել գնացի այսօրվա պես հիշում եմ, այն ժամանակ Գլենդելում էին ապրում, Պատիժգամբում, ասեցի Սամ ուզում եմ թատրոն բացենք։ Երկուսս էլ այդ ժամանակ աշխատում էինք պետական թատրոնում ու Սամվելի անակնկալ ռեակցիան ինչ եմ որ այս թատրոն ուզում ինչ աշխատում ենք էլի ասեցի չէ ուզում եմ թատրոն բացենք որ գնանք մարզեր պատտվենք եւ մեր մարզերի երեխեքին մեր մշակույթին ավելի մոտ լինեն իրենք որովհետեւ շատ երեխեք ասեցի ինչ պատճառներով չեն կարողանում գալ թատրոն Սամվել ասեց արի դե բացենք խանութներ էլի արի բացենք եւ իրոք այդ ժամանակ կոവിഡից հետո էր պատերազմից հետո էր դեռ մի խոսքով չենք վերականգնվել եւ ֆինանսական եւ հոգեբանորեն անկեղծ եմ ասում մեր ընտանիքի բյուջեներից ամեն մեկս ներդրել են գումար որպեսզի կարողանանք այդ իդեան կյանքի կոչենք, այդ գաղափարը կյանքի կոչենք ու փառք Աստծո որ ստացվեց, նույնիսկ երբ որ մեր առաջին մեծ պրեմիերան եղավ պատերազմից հետո, որ այնտեղ խաղում էին մեր շատ լավ ընկերներ Սաշա Սուկյասյանը եւ Սիրանուշ Լազյանը, նույնիսկ իրենց չենք էլ հարցրել համաձայնեք խաղալ այս ներկայացման մեջ թե ոչ։ Մտածեցինք ասենք դե լավ Սաշը կխաղա, Սիրանուշը կխաղա եւ շնորհակալություն նաեւ իրենց, որ այդ հավատացին ամենակարևորը, որովհետեւ այսօր շատ դժվար է գտնես այնպիսի մարդ, որ կհավատա քո գաղափարին, կկիսի քո կարծիքը եւ կքայլի քեզ հետ միասին։ Իսկ իրենք արեցին դա եւ փառք ու պատիվ բոլորիս։ Այսինքն եթե ցանկություն կա, երազանք կա, նպատակին հասնելու ճանապարհին բոլոր դժվարությունները կարող են իջիկ դառնալ։ Դե պատկերացրեք ինքնաֆինանսավորվող թատրոնի առաջ ինչքան խնդիրներ կարա լինի եւ այս 3 տարի մենք այդ խնդիրների միջով անցնում ենք, բայց կարողանում ենք արդեն ունենք ռեպերտուարային թատրոն շատ դժվար է կոմերցիոն թատրոնների մեջ չունենալով շենք ունենած ռեպերտուար։ Մենք 10-ից ավել ներկայացումներ ունենք եւ հենց մեր նշաձողը շատ բարձրից էլ սկսել ենք, որովհետեւ նույնիսկ պետական թատրոններից շատերը չեն անում են, որ մենք մեր պիեսները ժամանակակից դրամատուրգի հետ ենք աշխատում, այսինքն թեման առաջարկում ենք դրամատուրգին, դրամատուրգը գրում է այդ թեման, այսինքն ամեն ինչ զրոյից է լինում։ Կոմպոզիտորը զրոյից, գործը զրոյից, այդ ամեն ինչը շատ կարեւոր է եւ դրա համար մենք անդրադառնում ենք այսօրվա շատ հայտնի խնդիրներին, այսօրվա արդի խնդիրներին եւ նաեւ կարծում եմ աշխատելավոճի եւ հաջողության գրավականներից մեկը դա է, որ մեր մատը այսօրվա զարգերակի վրա է։ Դուք ինչպես ասացիք մասնավոր թատրոն եք, այսինքն ձեր ֆինանսավորումը կախված է հանդիսատեսից։ Այսինքն դուք պետք է ամեն ինչ անեք, որ շատ հանդիսատես կա։ Այսինքն բացի ստեղծագործելուց նաև կոմերցիոն, այսպես ասած, պետք է մտածեք, հա, մտածել չի խանգարում մեկը մյուսին մտածել եւ գումարի մասին եւ ստեղծագործելու։ Օրինակ, երբ մենք դրա համար այս վերջին շրջանում արդեն Սամվելի հետ պայմանավորվել ենք, որտեղ ես եմ խաղում որպես դերասան, ինքը չկա այդ ներկայացման մեջ, որտեղ ինքն է խաղում, ես չկամ։ Իհարկե այդ կազմակերպչական հարցերը շատ դժվար է, բայց կարողանում ենք հիմա եւ նա անել։ Մեկ-մեկ ես ու Սամվելը նստում ենք, ասում ենք մենք երկուսով անում ենք այն գործը, որը պետական թատրոններում ենթադրենք դրա համար 30-ից 40 շտատ կա։ Ես անկեղծ եմ ասում, տոմս վաճառելուց, PR-ից, իհարկե մարքեթինգի մեծ թիմ ունենք, մարքեթինգից, այդ կազմակերպչական հարցերից, ռեժիսորի հետ խոսելուց, դերասանի հետ խոսելուց, փորձեր նշանելուց, անընդհատ կարող եմ թվել, հա, բայց երկուսով դեռևս գլուխ անում ենք։ Ձեր թատրոնում շատ լավ դերասաններ են համախմբվել, տարբեր սերունդների, ստեղծագործական վեճեր, այսպես բախումներ, սերունդների հետ կապված արդյոք չեն լինում։ Ինչպիսին է ձեր խոհանոցը? Գիտեք, շատ հանգիստ է մեր խոհանոցը։ Այո, օրինակ վերջերս մենք ծնողը ներկայացումը ունեցանք, որտեղ խաղում են ժող արտիստներ Ալբերտ Սաֆարյանը եւ Էվելինա Շահիրյանը, իրենք ամենամեծ տարիքով մեծերն են, ովքեր եղել են մեր թատրոնում։ Միշտ մեծերից սովորելու բան ունենք մենք։ Ռեալ, այն որ ասում են մեծերը հին են, մեծերը չեն
չկա նման բան, այդ գերպրոֆեսիոնալիզմը, այդ աշխատանքին ճիշտ մոտենալու ձևը, փորձերից չուշանալը, այսինքն իրենք նույնիսկ յուրաքանչյուր փորձին Ձյաձյաբանոտիկին Էվելինան 30 րոպե շուտ էին գալիս էին քննարկում էին, գործից էին խոսում, տեքստերը պատրաստ, այսինքն երիտասարդ սերունդը եւ ոչ միայն նաեւ միջին սերունդը իրենցից մեծերից սովորելու շատ բան ունի։ Եվ մենք մի տեսակ շատ ապահով ենք զգում, որ այդ լավ մարդիկ, այդ դեմքերը մեզ հետ մեր թատրոնում են։ Այո, տարբեր թատրոններից ունենք հանրապետության գրեթե բոլոր, Երևանի, գրեթե բոլոր թատրոններից մեզ մոտ կան դերասաններ, եւ գիտեք, կոմերցիոն թատրոնի լավը այնա, որ դերասանը ընտրում է, ուզում է գա թե չէ։ Եվ երբ որ ինքը արդեն ցանկություն է հայտնել, որ գալիս է, ուրեմն ամեն ինչ առանց ներվա գնում։ Իհարկե դեպքեր լինում են, կոնֆլիկտներ լինում են աշխատանքային, բայց դա շատ արագ հարթվում է, որովհետև բոլորս մի գործի համար ենք հավաքվել եւ ուզում ենք, որ լավ լինի։ Իսկ դուք օրինակ դերասաններ ինչպես եք ընտրում, կան չէ դերասաններ, որ գիտեք, որ հանդիսատեսը կգա եւ կդիտի։ Նման բան արդյոք շատ սուտ կլինի, որ կասեմ չկա նման բան, բայց մեզ համար առաջին տեղում է պրոֆեսիոնալիզմը։ Այսինքն որ ինքը պրոֆեսիոնալ թատրոնի դերասան է։ Դա շատ կարևոր է։ Իհարկե երկու դեպք ենք ունեցել, որ ընդհանրապես փորձ չունեցող մարդու հետ ենք համագործակցել եւ այն որ sense զգում ես մեջը հաստատ ստացվելու է, դա Էլեն Սաֆարյանն ա եղել եւ Ադրինե Աճեմյանը, ովքեր TV-ում փորձ ունեին, բայց թատրոնում փորձ չունեին, իրենց առաջին փորձն էր թատրոնում, իրենք էլ դերասաններ են խաղում են եւ մենք տեսել ենք իրենց խաղը, դրա համար, այսինքն որպես դերասան մենք հավանել ենք, մենք միայն չենք նայում մենակ կոմերցիոն դեմքա, կանչենք թող գա, որ հանդիսատես գա։ Բացի այդ, գիտեք, թատրոն գնացող հանդիսատեսը մի քիչ սպეციფიկ հանդիսատես է եւ դու իրեն չես կարողանում խաբել։ Եթե որովհետեւ լիքը կոմերցիոն դեմքեր կան, ովքեր ընդհանրապես կապ չունեն թատրոնի հետ։ Լավ մարդ լինելը դեռ չի նշանակում լավ մասնագետ լինել։ Եվ մենք բնականաբար այդ տարբերակից չենք օգտվում, որովհետև այսօր լիքը մարդիկ կան եւ են, եւ կոմերցիոն են, եւ տաղանդավոր դերասաններ են։ Բայց մենք առաջնորդվում ենք առաջինը շնորհքով տաղանդավոր դերասան լինելու փաստով։ Դուք թատերականն եք ավարտել, եղել եք Հակոբ Ղազանչյանի կուրսից։ Մեր հետ զրույցում պարոն Ղազանչյանը ասում էր, որ ես երիտասարդներին խորհուրդներ չեմ տալիս, քանի որ երիտասարդները խորհուրդներ չեն լսում։ Դուք Պարոն Ղազանչյանի խորհուրդները լսել եք թե չէ։ Կարծում եմ պարոն Ղազանչյանը մեզնից հետո եկավ երիտասարդների մասին է խոսում, որովհետև ես հիշում եմ իր դասերը, տեսեք, Հակոբ Ղազանչյանի կուրսի ուսանողները հանրապետությունում տարբերվում են մնացած։ Ինչով։ Բացատրեմ։ Հակոբ Ղազանչյանը այնպիսի պունկտուալություն է դնում իր ուսանողի մեջ, երբեք Հակոբ Ղազանչյանի կուրսի երեխեքը չեն ուշանում։ Եթե իհարկե հետո ինչ որ բանի չեն ենթարկվել ժամանակի եւ կյանքի բերումով, տեսեք, օրինակ ես էլ Սամվելն էլ ով մենք հիմնադրել ենք իրար հետ, ընկերս, երկուսս էլ Ղազանչյանի կուրսից ենք, տարբեր ժամանակահատվածներում եղել ենք։ Եվ Հակոբ Ղազանչյանի հետևից եթե մտնում էիր կուրս, մի րոպե հետո հանում էր դասից։ Այսինքն ինքը թատերական ինստիտուտից մեքենայով գնում էր Պատանի հանդիսատեսի թատրոն, այդ երկար դասամիջոցի ժամանակ։ Ասում էր 20 րոպեում ոնց ուզում եք հասեք Պատանի հանդիսատեսի թատրոն։ Մենք վազելով ու ամեն օրվա համակարգով վազելով թատերականից գնում ենք Պատանի հանդիսատեսի։ Ճանապարհին ինչ հասցնում ենք, առնում ենք, ուտում ենք, որ չուշանայինք։ Դա կարծում եմ մասնագետի ամենակարևոր, առհասարակ դա չուշանալը դա ամենակարևոր բանն է։ Երկրորդը մասնագիտական ներվ, որ դերասանը բեմում պիտի ներվ ունենա։ Այդ ներվը շատ էր դնում մեր մեջ պարոն Ղազանչյանը։ Այդ ներվը շատ կարևոր է մի խոսքով եւ ամենակարևորը արագությունը։ Շատ արագ էր ինքը ամեն ինչ անում։ Օրինակ, որը հիմա մեզ շատ օգնում է։ Տեսեք, կոմերցիոն թատրոնը ժամանակի վրա է ամեն ինչ։ Եթե ժամը չհասցնես, հետ ես ընկնելու։ Դրա համար մենք վերցնում ենք պիես, այնքան մարսած ենք, որ ենթադրենք թատրոններ կա կարող է մի գործի վրա 6 ամիս, մի տարի աշխատեն, որպեսզի բեմադրեն։ Մենք դա անում ենք մի ամսից 2 ամսում։ Եվ չի կորում որակը, չի տուժում, ամենակարևորը։ Այսինքն այդ մասնագիտական ներվի մեջ պիտի լինես, իսկ Հակոբ Ղազանչյանը շատ նուրբ բոլորիս մեջ ներարկել է դա։ Իսկ պրակտիկան դուք թատրոններում եք անցել, այսինքն հենց առաջին կուրսից գնացել եք թատրոններ եւ միանգամից բեմ եք բարձրացել, ինչպես ձեր կարիերան ստեղծվել։ Այո, առաջին կուրսից Հակոբ Ղազանչյանը մեզ տարավ Պատանի հանդիսատեսի թատրոն, ինքը այն ժամանակ այնտեղի գեղարվեստական ղեկավարն էր եւ մենք փորձեր անում ենք թատրոնում, մենք լսարանում մենակ անում ենք բեմական խոսքի դասերը,
Լուսահոգի Լալա Մնացականյանն էր մեր դասախոսը բեմական խոսքի եւ մնացած տեսական առարկաները, բեմական շարժումներ էինք նաեւ անում այնտեղ, բայց դերասանի վարպետության դասերը անում էինք թատրոնում, սկզբում անում էինք Պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո որ գնաց Պարոնյան թատրոն, գնում էինք Պարոնյան թատրոն, շատ օգուտ է տվել դա բոլորիս պրակտիկան անցնել բեմում, որովհետև մեր ժամանակ մեր զուգահեռ կուրսերից Դավիթ Հակոբյանի կուրսներ եւ Հրաչիկ Գասպարյանի կուրս զուգահեռ էինք, մենք մեր բոլոր հանձնումները անում էինք բեմում, իրենք լսարանում, ու հետո իհարկե իրենք էլ անում էին բեմում արդեն երկրորդ, երրորդ կուրսերից, բայց մենք առաջի կուրսի առաջին սեմեստրից արել ենք թատրոնի բեմում։ Իհարկե դա մեծ փորձ է եւ երանելություն։ Միանգամից բեմ եք բարձացի, այսինքն, որ մտել եք թատրոն, միանգամից բարձացի։ Փորձասենյակում էինք անում, բայց հանձնումները բեմում էինք անում։ Ու միանգամից ձեր մասնագիտությամբ աշխատել եք։ Հենց սկզբից այն ժամանակ, քանի որ ես Արարատում էի մնում, գնում գալիս էի, մեր վերջին գազելը ժամը 8-ին 10 պակաս էր, եւ ես հիմնականում դա դասերից շուտ էի, որովհետեւ թատերականի դասերը շատ երկար են տևում։ Օրել է եղել, որ մինչեւ 12-ը 1-ը ես ստիպված գնում էի, որ հասցնեի, մեկ-մեկ մնում էի ընկերոջս հետ, երկրորդ կուրսից սկսեցի մնալ Երևանում։ 3 ընկերով մնում էինք։ Ես Արարատցի, Արտուրը Կապանցի, սկզբում Պապներ էջմիածնեցի, հետո էլ Համոն Հոկտեմբերյանցի։ Այ ընկերներով մնում էինք եւ դե գումար էր պետք, որովհետեւ շատ երկար էր տևում դասերը, չէինք կարողանում աշխատեինք զուգահեռ։ Մտա թատրոն պարոն Ղազանչյանի մոտ, խնդրեցի, ասեց ինչ որ բանով կարող եմ աշխատել թատրոնում։ Ասեց մի բան կազմակերպենք եւ առաջին գործս թատրոնում եղել է լուսավորող, լուսավորողի օգնական, ներկայացումների լույսերն էի դնում։ Եվ դա ինձ ավելի շատ երևի կապեց թատրոնին։ Ու հետո էլ դե արդեն մտանք թատրոն ելույթավճարով, այսինքն ընթացիկ ռեպերտուարային չէ, մի ներկայացման մեջ 2-3 ու այդպես սկսվեց այս ամեն ինչը։ Ձեր էլի կգաս ներկայացումը շատ ինքնատիպ ձևաչափով է, այսինքն հյուրանոցային միջավայրում եւ որպես բեմ սեղանն է, հա։ Այդ միտքը ինչպես եկավ ձեր մոտ, գլխավոր դերում դուք եք եւ Լիլիա Էլբակյանը։ Ու միտքն էր դա։ 2 տարի առաջ, երբ որ մեր հերթական ներկայացումներից մեկի ռոլիկն էինք նկարում, գնացինք մի հյուրանոց, հենց այդ հյուրանոցի 2 տարի առաջ։ Եվ մթնոլորտը շատ մեծ դուր եկավ, եւ Սամվելին ասեցի, «Արի, այստեղ կարող այստեղ մոտ ներկայացում անենք»։ Տեսեք, կոմերցիոն թատրոնը քանակի վրա է աշխատում։ Երբ որ դու քիչ քանակությամբ տեղ ես վերցնում, դա բյուջետ չի հերիքում, որովհետև այդ հանդիսատեսից եկած գումարն է, որ դու կարողանում ես վարձատրել, արենդա եւ այլն ամենի ծախսը հանես։ Այդտեղ տեղավորվում են 52 տարի մենք մտածում էինք այդ գործի շուրջ, 2 տարի անդադ քննարկում էինք եւ եկավ պահը, ռեժիսորը Սամսոնն է Մովսիսյան, կիսվեցինք Սամսոնի հետ, ասեցինք, որ այստեղ ուզում ենք ներկայացում անել։ Ով լինի, Լիլին Էլբակյան եւ ես, որպեսզի շատ արագ լինի։ Մի ամսում ենք բեմադրել, ամիս ու կեսում։ Եվ այդ ֆորմատը Հայաստանում իհարկե կան ալտերնատիվ տեղեր, որ ներկայացումներ են անում, բայց հյուրանոցի ֆոյեում առաջին անգամն է եւ դրանից հետո էլ մենք քննարկում ենք ունենում հոկեբանի հետ։ Մարիամ Մեհրաբյանն է մեր ընկերն է, շատ լավ ընկեր, շատ լավ մասնագետ, ով ներկայացումից հետո քննարկում է անում հանդիսատեսի հետ։ Դա առաջին անգամ է Հայաստանում, ֆանտաստիկ աշխատում է։ Հանդիսատեսը կիսվում են իրանց սիրո մասին են պատմում 16 տարեկանի, ասենք 40 տարեկան կինը խոսում է իր 16 տարեկան սիրո մասին, իրենց ընտանեկան խնդիրների մասին են բարձրաձայնում։ Այսինքն Մարիամը կարողանում է մտնել մարդու հոգու խորքը եւ վեր հանել այդ ամեն ինչը։ Իհարկե ներկայացումից սկսում են, բայց արդեն անդրադառնում են ընտանեկան սիրո, մարդու միայնության այդ թեմաներին։ Եվ Վիլա Այգեձոր հյուրանոցում ենք անում, մենք երբ որ կիսվեցինք Լուսինեի հետ, տնօրենի հետ, ինքն էլ մեր պես արվեստին սիրահար մարդ է, սիրում է արվեստը, կիսեց մեր գաղափարը եւ արեցինք դա։ Սեղանի պատմությունը ոնց էր։ Ի սկզբանե պիտի սեղանը չլիներ։ Բայց երբ որ մենք փորձերը այլ տեղ էինք անում, դե ներկայացումը այլ տեղ, գնացինք այդտեղ, որ արդեն պիտի ադապտացնենք ներկայացումը, սեղանը այնքան ծանր էր։ Շատ մեծ սեղան է, 3 մետրանոց սեղան է, մաքուր փայտ։ Մենք նույնիսկ չէինք կարողանում
գետնից բարձրացնեինք վերև, ասեցինք դե լավ, թող մնա սեղանի վրա փոխեցին եւ սեղանը դարձավ երրորդ գործող անձը։ Այսինքն կարելի ասել, որ շատ անմիջական, այսպես վերջում հանդիսատեսը բոլորը մեկը մյուսին ճանաչում է, հա, եւ լավ տրամադրությամբ հեռանում, նաեւ գինու հյուրասիրություն, չէ՞, դուք ունեք։ Այո, գինու հյուրասիրություն կա սկզբում, որից հետո ներկայացումը ու այդ քննարկումը եւ դա ինչով է բարդ նաեւ ներկայաց հանդիսատեսի եւ դերասանի միջև տարածությունը այսքան է, մի մետր, առաջին շարքի եւ դերասանի, այսինքն հեռավորությունը կես մետր է, մի մետր էլ չկա, այսինքն քայլելուց նույնիսկ դու կարող ես կպնես հանդիսատեսի ոտքին։ Եվ առաջին օրը հիշում եմ իմ ու Լիկայի լարվածությունը, առաջին անգամն էր երկուսս էլ նման ֆորմատի մեջ, շատ լարված էինք։ Այն աստիճան, որ Լիկան լուցկով պիտի մոմ վառի, չէր կարողանում վառել։ Այս ես պիտի հայտարարություն պահեմ ձեռքս, չէի։ Այսինքն այդ լարվածությունը դա էլ մի ուրիշ հաճույք է։ Ոչ մի հաճույք է չեմ փոխի այդ պրեմիերայից առաջ լարվածությունը, այդ էմոցիաները, որ ապրում ես, դա ամենակարևոր բանն է։ Մի խոսքով։ Սերիան նաև սերիալներում եք դուք խաղացել։ Այո։ Սերիալի փորձը ինչ է ձեզ տվել որպես դերասանի եւ առաջիկայում նույնպես սերիալների առաջարկ եթե լինի կընդունեք, թե արդեն այնքան ծանրաբեռնված եք այս թատրոնով, որ էլ ժամանակ չի մնա։ Գիտեք, յուրաքանչյուր պրոյեկտ դերասանին ինչ-որ բան տալիս է։ Թե լավ, թե վատ։ Այո, խաղացել եմ եւ սերիալներում եւ ֆիլմերում, բայց հիմա վերջին ֆիլմը, որ խաղացել եմ, Մհեր Մկրտչյանի Արարատ 73 ֆիլմն էր, գերագույն հաճույք եմ ստացել եւ պրոցեսից եւ այն մտքից, որ ես կարողանում եմ կերտել այդ լեգենդներից մեկի կերպարը, Նորայր Մեսրոպյանի կերպարն էի կերտում։ Հիմա ճիշտն ասած ավելի շատ ժամանակս տրամադրում եմ թատրոնին, եղել են առաջարկներ, բայց մերժել եմ ինչ-ինչ պատճառներով, չեմ ասում, որ չեմ նկարվի։ Այնպիսի առաջարկ որ լինի, որ ինձ դուր գա, հավանեմ, ամեն ինչ լավ լինի, իհարկե կընդունեմ առաջարկը։ Ուղղակի գիտեք, սերիալներում շատ ժամանակ է ծախսում, շատ օրվա մեծ մասը գնում է այնտեղ, իսկ նոր ծնված երեխա ունենք թատրոն շունչանունով եւ ես ամենայն դեպս ես էլ Սամվելն էլ մեր ժամանակի առյուծի բաժինը հատկացնում ենք շունչ թատրոնի, որպեսզի կարողանանք կայացնենք։ Իհարկե արդեն շունչ թատրոնը ինքնուրույն քայլում է, ինքնուրույն խոսում է, բայց մեկը պետք է որ դեռ իր կողքին լինի, մինչեւ հաստատուն ավելի կանգնի ոտքերի վրա։ Այսինքն սերիալում նկարահանվելու վատ կողմը այն է, որ շատ ժամանակ է քեզնից խլում, դա է միայն վատ կողմը։ Նաեւ Դե հիմա։ Իսկ լավը։ Գիտեք, հեռուստատեսությունը մասսայական է, շատ ավելի։ Նու այդպես քո ճանաչելիությունը բարձրանում, չգիտեմ ում է պետք դա, հա։ Իհարկե բոլոր դերասաններին էլ պետք է, չկա այնպեսի դերասան, որ սուտ ասում են դերասանը, որ ես չեմ սիրում, որ ինձ ճանաչում են կամ ինչ, հաստատ սխափում է։ Բայց դե գալիս է ժամանակ, որ դու ընտրում ես որն է քեզ պետք։ Այդ ճանաչելիությունը, թե այն գործը, որը քո ժամանակը տրամադրեց դրան եւ դա հաստատուն, թե արվեստի արժեքը, թե եւ այլն եւ այլն։ Եվ ինչ շատ դուր է գալիս, որ մարդիկ ինձ փողոցում ճանաչում են ներկայացումներով։ Այդ ինձ ավելի է դուր գալիս։ Հա, ենթադրենք ինչ-որ ներկայացման մեջ տեսած են լինում, հա դուք այն ներկայացման մեջ եք խաղում, այդ ինձ ավելի է դուր գալի, քան ասում են դուք այն սերիալից եք, չէ՞։ Իսկ ձեր կարծիքով հաջողության հասնելու համար ավելի կարևոր է տաղանդը, թե աշխատասիրությունը։ Աշխատասիրությունը։ Իհարկե տաղանդն էլ իր տեղն ունի, բայց կարող ես այսքան Լալա Մնացականյանն էր ասում, այսքան տաղանդ ունենաս, այսքան աշխատասիրություն, դու ավելի շատ տեղ կհասնես, քան այսքան տաղանդ ու այսքան աշխատասիրություն։ Իմ կարծիքով յուրաքանչյուր գործի մեջ էլ աշխատասիրությունը կարևոր է։ Եվ այն մարդիկ, ովքեր չեն հանձնվում, աշխատում են, վստահաբար մի օր արդյունքի հասնելու են, ինչպես մենք օրինակ։ Դուք առանձնացրեցիք Արարատ 73 ֆիլմը, որտեղ խաղացել եք դուք ռուս դերասանների հետ միասին։ Այո, հիմնականում հայեր էինք, այնտեղ եթե 2 թե 3 հոգի են ռուս դերասան։ Ես հիշում եմ պրեմիերայի օրը Կարմիր գորգին նաև լեգենդար ֆուտբոլիստներն էին։ Ինչպես անցավ այդ օրը, ինչ հետաքրքիր մանրամասներ կարող եք պատմել ձեր շփումներից առհասարակ։ Իրոք իրենք լեգենդներ են։ Ու կարծում եմ հիմա քիչ գնահատված։ Երբ որ նկարանումներից մեկի ժամանակ եկան դաշտ, ես հիմա մի քիչ կարող ինքը էմոցիոնալ բան թվա, բայց ես դա կողքից ես էլ տղերքն էլ մեր ֆիքսել ենք։ Եկան ուրեմն Նորայր Մեսրոպյանը, դուք հենց Մեսրոպյանն եք մարմնավորում, Մարկարովը եկավ, Պողոսովը, եթե չեմ սխալվում,
ու մենք կողքից նայում էինք իրանց, երբ որ իրանք ոտքերը դրեցին Հրազդան դաշտում։ Ոնց որ իրենց դաշտը, ոնց որ իրենց թակավորությունը լիներ։ Այդ կողքից որ տեսնում եմ, իրանք sense մեկ-մեկ կարող ես կանգնեին, նայեին այդ տրիբունաներին, ու երևի sense մտքով հետ էին գնում մի 40 տարի, որ ինչ են իրենք արել այդ մարզադաշտում։ Եվ մի անգամ Նորեն Մեսրոպյան ասեց, այսօր ինչ եք նկարում, տղա, ասեցի դե պենալի տեսարանն է, որ պենալ եք արել, գոլ են խփել։ Ուրիշ բան չկար նկարել, այդպես բաներ մի նկարեք, անցեք առաջ։ Ու դե հետաքրքիր էր իհարկե, իրենց հետ խոսում էինք, պատմում էին, իրենցից հարցնում էինք ոնց անենք, ոնց խաղանք եւ այլն, պրեմիերային շատ հուզված էին, շատ լավ էր, ամեն ինչ շատ լավ էր, այսին։ Այսինքն Մեսրոպյանին մարմնավորելու համար նաև շփվել եք իր հետ։ Դե երբ որ եկավ այդ օրը, այո, շփվեցինք, խոսեցինք, Սաշն է շփվել, այսինքն այն մարդիկ, ովքեր կերտել են այն լեգենդերին, ովքեր ողջ են, հնարավորություն են ունեցել շփվելու, շփվել են բոլորը։ Իսկ հետաքրքիր է նկարահանումների process-ից ինչ կառանձնացնեք, գիտեմ, որ ռեժիսորը Մհեր Մկրտչյանն էր։ Հեշտ էր աշխատել առհասարակ։ Մհեր Մկրտչյանը։ Այո։ Հեշտ է մինչև այն ժամանակ, երբ որ բարկանում է։ Երբ որ բարկանում է, ամբողջ պլաշատկան ճանճ չի տզում։ Շատ մասշտաբային էր իհարկե, եթե չեմ սխալվում, Հայաստանում նկարահանված ֆիլմերից եթե ոչ առաջինը մասշտաբներով, ապա հաստատ top 3-ի մեջ էր մտնում։ Շատ բարդ էր, որովհետև մենք նկարահանումներից առաջ մոտ 2-3 ամիս ֆուտբոլ ենք պարապել։ Մենք ոչ մեկս ֆուտբոլ խաղալ չգիտեինք, ու դերասանների մասին է խոսքը, որովհետև մենք կեսս դերասան ենք, կեսը ֆուտբոլիստներ մեր թիմում։ 3 ամիս պարապում էինք, 3 ամիս վազում էինք, հետո մենք անհատական ես, Սաշը եւ Արծրունը գնում էինք անհատականել էինք պարապում մեր մարզիչի մոտ, որպեսզի կարողանայինք այդ բաներն էինք սովորում, որ ով պիտի ինչ պաստա եւ այլն այդ ամեն ինչ սովորում էինք եւ նկարահանումները շատ ծանր անցել, անընդհատ վազել Հրազդանում։ Մենք էլ երևի վերջին անգամ ֆուտբոլ էինք խաղացել Բաքում 11 տարեկանում։ Իհարկե, բայց շատ լավ ընկերներ ձեռք բերեցինք։ Մհեր Մկրտչյանի հետ ես առաջին անգամ էի աշխատում, շատ հաճելի է, պրոֆեսիոնալ աշխատանք։ Եվ թիմն էլ էր պրոֆեսիոնալ, ամեն ինչ շատ լավ է անցել։ Իհարկե, ներվ այդ չքնած, որովհետև հիմնականում ժամի 4-ին էինք առավոտը գնում, չքնած, անընդհատ վազած, հոգնած, բայց գիտեինք ինչի համար ենք այդ ամեն ինչը անում եւ ստացվեց, այո։ Իսկ ֆուտբոլ սիրում եք։ Միայն նայում եմ աշխարհի առաջնության ֆինալը։ Ամենասիրած թիմը ո՞րն է կամ ֆուտբոլիստը։ Այն ժամանակ սիրում էի Բարսելոնային։ Հիմա որ ասեմ, այդպիսի ֆավորիտ թիմ ունեմ, չէ։ Մեսսին երևի։ Երևի։ Դա յուրաքանչյուրի անունը տա էլի։ Իսկ հոբի ունեք։ Հոբի, հա, ունեի, շատ եմ սիրում գիրք կարդալ, բայց ցավոք նորից անդրադառնամ թատրոնին, մեր ամբողջ ժամանակը իրոք տրամադրում ենք թատրոնին։ Հիմա կարող այսպես ասեմ, հեռուստադիտողը դա չպատկերացնի, բայց ես ուսանվել եմ ամենօրյա գրաֆիկով թատրոնը զարգացնելու, թատրոնը առաջ տանելու, թատրոնում նոր գործեր անելու, անընդհատ այդ բանի վրա ենք։ Շատ ակտիվ փնտրում ենք շենք, չենք կարողանում իհարկե գտնել, որպեսզի ունենանք մեր շենքը, որովհետև մենք հիմա ոնց որ վարձակալությամբ ենք տարբեր թատրոններում խաղում եւ մեր հանդիսատեսն էլ ծրված է, որովհետև հիմա Երևանում եք խաղում, թե նաեւ մարզերում։ Տեսեք, Երևանում էլ, մարզերում էլ եւ կոմերցիոն թատրոնների մեջ անհամեստություն չթվա եւ նաեւ որոշ պետական թատրոնների հետ համեմատած ամենաշատ հյուրախաղեր ունեցող թատրոնն ենք, որովհետեւ մենք Փարիզից քաջարան խաղացել ենք։ Այսինքն անցած տարի ոնց որ հունիսի 7-ին Փարիզում էինք խաղում, հունիսի 20-ին Քաջարանում։ Այսինքն մենք Եվրոպա, Ռուսաստան, մարզեր, տարբեր տեղեր ենք լինում։ Այսինքն Եվրոպան։ Իսկ ձեր հանդիսատեսը դրսում ով է։ Հայ համայնք։ Հայ համայնքը մենք այստեղի մշակույթը տանում ենք այնտեղ, ներկայացնում ենք, շատ ջերմ մթնոլորտում անցնում է այդ ամեն ինչը, եվրոպական տարբեր երկրներում ու քաղաքներում ենք եղել։ Ռուսաստանում շատ քաղաքներ ենք եղել, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել ենք եւ մենք չենք առանձնացնում արի հիմա Երևանում խաղանք, չգնանք մարզ, որտեղ մարզում խնդիրները շատ են։ Չկա նման բան, մեր մարզերը պիտի տեսնեն որակյալ ներկայացում, որովհետեւ մարզ կա, թատրոն չունեն, օրինակ։ Բայց մարդիկ ինչ անեն։
պիտի այստեղից թատրոնները գնան եւ ներկայացումներ տանեն, որպեսզի մարզի ժողովուրդն այդ մշակութային կապը չկտրվի, եւ մենք անում ենք մեզ համար, մեր հանդիսատեսի համար, չենք սպասում, որ ինչ-որ մեկը մեզ հրավիրի կամ թողնի, չթողնի, մենք կապվում ենք ուղիղ թատրոնի կամ մշակույթի տան հետ, ամեն ինչ կազմակերպում ենք եւ գնում ենք։ Սա կարծում եմ ամենաճիշտ բանն է ուղիղ խոսել քո հանդիսատեսի հետ ու կապ չունի դա Կապանն է, որ ամենահեռու մարզերից է Սյունիքը, Քաջարանը, թե Գյումրին, Կիրովականը, Արարատը, Արտաշատը, կապ չունի, բոլոր տեղերում հավասարաչափ գնում ենք։ Մի փոքր խոսենք նաև ձեր անձնական կյանքի մասին, ձեր կինը նույնպես դերասանուհի է։ Այո։ Բայց չի աշխատում հիմա։ Իր ընտրությունն է։ Հա, դա է ուզում հարցնել։ Տեսեք, Մարինան, այո, մի կուրսից ենք եղել, շատ մտերիմ ընկերներ ենք եղել սկզբից։ Ես ընդունելության քննության ժամանակ տեսել եմ իրեն, հավանել եմ, բայց 2 տարի դրա մասին չեմ ասել։ Նու, տենց ոնց որ ուսումնասիրում էի որպես աղջիկ։ Շատ մտերիմ ընկերներ ենք եղել եւ 3-րդ կուրսից նոր ես ասել եմ իմ զգացմունքների մասին ու այդպես ձևավորվեց այն ինչ որ ձևավորվեց։ Մենք իրար հետ ինքն էլ պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի էր, բայց երբ որ մեր փոքրիկը ծնվեց, ինքը նախընտրեց ավելշատ զբաղվի փոքրիկով, մեր Միքայելով եւ հիմա լրիվ այլ գործ է անում իր ընտրությամբ։ Ամենակարևորը որ իր ընտրությունն է։ Մարդիկ կան ասում են դու դե թատրոն ունեք, ինչի Մարինան չի խաղում, երբ ուզի կարողանա խաղալ։ Նախ մեր թատրոնում չկա այդ, որ իմ կինն է կամ այն մյուսի կինն է, պիտի անպայման խաղա, նախ դա չկա։ Երկրորդը ինքը չի ուզում։ Իր որոշումով, այո, կարող է մի օր TV-ում տեսնենք, բայց դեռ իր որոշումով չի ուզում ինքը։ Այսինքն դա կապ չունի, որ դուք խանդոտ ամուսին եք, թե չէ, կան օրինակ։ Չէ, մենք իրար հետ խաղացել ենք, նույն բեմում էլ ենք խաղացել, Դավիթ Հարությունյանն էր բեմադրել, ջրահարս ենք, ջրահարսներ, ես պրինցն էի, շատ երկար խաղացել ենք իրար հետ, բայց իր որոշումն է եւ ես կիսում եմ իմ կեսի յուրաքանչյուր որոշում եւ ես այդ որոշման կողքին կանգնած եմ։ Եթե ինքը մի օր ասի ես ուզում եմ վերադառնալ թատրոն, ես կլինեմ այդ որոշման կողքին։ Եթե չի ուզում, ես նորից ինչ գործ ինքը ընտրի, ես այդ որոշման կողքին կանգնած եմ որպես ամուսին եւ որպես ընկեր։ Հետաքրքիր է ձեր ամուսնության առաջարկը ինչպիսին է եղել, ասացիք, որ դուք բավական երկար ուսումնասիրել եք, օրիգինալ ինչ-որ ձևով է եղել, թե դասական, ինչպես ընդունված է։ Հիմա պատմեմ, դուք կորոշեք օրիգինալ է թե դասական։ Շատ արագ որոշեցի, որ ես իրեն։ Գիտեք ոնց է եղել, երբ որ մենք վերջացրեցինք ինստիտուտը, դե տունը պիտի տղաներով էինք ապրում, տունը պիտի հանձնեինք։ Ես պիտի հետ գնայի Արարատ։ Մի օր քավորից հետ նստած էինք Սամվելի Դանելյան։ Ասի որ կարող ամուսնանամ։ Արդեն ընկերուհիս էր Մարինան։ Կարող ամուսնանամ, միանգամից կմնամ ստեղ վարձով կապրենք, որ եթե ես այդ ժամանակ չամուսնանայի, մինչև հիմա հաստատ ամուսնացած չէի լինելու։ Եվ կարող եմ կյանքը sense չդասավորվեր։ Ասեց, հա, ինչ վատ է, որ ամուսնացի, հաստատ Աստված մի դուռ կբացի, դե ուսանող էինք, նոր էինք ավարտել, թատրոնի 2 կոպեկ աշխատավարձով եւ այլն եւ այլն։ Մի խոսքով Մարինային ասեցի կարող ամուսնանանք։ Ինչ կարծիք ես, եթե որ ամուսնանանք։ Ասեց, լավ կարծիք եմ, ասեցի օքեյ։ Ու շատ մի քանի օր անցավ որոշեցի առաջարկություն անել եւ մենք այդ ժամանակ մի տեղ էինք աշխատում, մեր ընկերոջ մանկական հյուրատուններ Հեփյումա կոչվում, Անկայի, մեր շատ լավ ընկերն է։ Հենց այնտեղ իբր մենք կռվում ենք, բան ենք անում, ասենք դուրը ջարդում եմ, դուրս եմ գալիս, շատ տենց, որովհետեւ մենք այդ ժամանակ, նո հիմա էլ, բայց այն ժամանակ ամենօրյա համակարգով էինք շփվում, կան չէ ընկերներ, որ լավ ընկերներ են, բայց կարող ամիսը մեկ շփվես, տեսնես, այ հիմա անկան այդ ընկերներից այն, որ մենք կարող ամիսներով չխոսենք, բայց երբ որ ինքը մեր ընկերն է, մենք իր ընկերն ենք։ Այն ժամանակ ամենօրյա էր, ամեն օր տեսնում էինք, շատ ամուր էր կապը, իբր ես ու Սամվելը վիճում ենք, ես Սամվելը անկան շատ վատ վիճում ենք, Մարինան չգիտեր ինչ ասել, որովհետև մի կողմում Սամոն իմ լավ ընկերն է, մի կողմում ես եմ, մյուս կողմում անկան, մի խոսքով տենց ինչ-որ բան արեցինք, վերջում տենց լացելով դուրս եկանք, չեմ գալու դուք էլ ձեր ամեն ինչն էլ չենք շփվելու իրար, ու արեցի այդ առաջարկությունը ընդհանրապես չէր սպասում։ Կարևորը ոչ թե օրիգինալ, չօրիգինալ, դասական թե չդասական, կարևորը որ չսպասի այդ մարդը, այդ պահին որ դու իրեն առաջարկություն ես անում։ Ու այդպես արեցի առաջարկություն, ասեց այո, նշանվեցինք, մի ամիս հետո ապրիլին նշանվեցինք, հունիսին ամուսնացանք։ Ձեր կյանքը ամուսնությունից հետո միանգամից փոխվեց։ Տեսեք,
ես ու Մարինան ամեն ինչ զրոյից ստեղծել ենք միասին։ Ու շատ կարևոր է դա, երբ որ երիտասարդ զույգը միանում է իրար եւ մի ուղղությամբ է նայում։ Սա շատ կարևոր է։ Կարծում եմ նաեւ ընտանիքի ամուր հիմքերից մեկը դա է։ Սեր, հարգանք եւ այլն դա իր տեղ ունի, բայց երբ որ զույգը միասին մի ուղղությամբ է նայում, դա ամենակարևորն է, որովհետեւ տեսեք, մենք ամուսնացանք, թատրոնում ստանում ենք լավ 40,000 դրամ աշխատավարձ, մեր տան վարձը 100,000 դրամ էր։ Այդ ժամանակ, որ մենք ամուսնացանք, տարբեր գործեր էինք անում։ Այդ ժամանակ սովորեցի մարքետոլոգ դարձա երկրորդ մասնագիտությամբ, երկրորդ մասնագիտություն ձեռք բերեցի։ Մի խոսքով մենք երկուսով կառուցել ենք մեր կյանքը զերոյից, որովհետև ես Արարատից էի եկել, ինքը դե միասին ինքը Երևանից է։ Միացանք իրար վարձով ստեղծեցինք ամեն ինչ։ Հիմա մենք ունենք այն ամեն ինչ, ինչը որ պետք է կյանքը լիարժեք վայելելու համար եւ շնորհակալություն իհարկե Աստծուն, շնորհակալություն իմ կնոջը, որովհետեւ գիտեք կինը ընտանիքում շատ կարևոր տեղ ունի։ Սա իմ ընտանեկան մոդելի մասին եմ խոսում, կարող լիքը մարդ իմ կարծիքը չկիսի։ Տղամարդը միշտ դրսում է։ Տղամարդը միշտ հայթայթում է, տղամարդը միշտ փորձում է ապահովել իր ընտանիքի բարօրությունը։ Կինը տանն է, սա ոչ թե լիքը շատ կանայական ովքեր աշխատում են, ես ֆիզիկապես տանը լինելու մասին չեմ խոսում, հա։ Կինը դաստիարակում է քո երեխային։ Կինը այնպես անում, որ դու աշխատանքից հետո գաս տուն եւ քեզ լիարժեք զգաս։ Կինը այնպես անում, որ դու քեզ ուրախ զգաս աշխատանքից այդ գեր ծանրաբեռնված օրվանից հետո։ Այսինքն այդ հանգստությունը, այդ խաղաղությունը ընտանիքում կինն է բերում։ Եվ շատ կարևոր է, որ տղամարդը հարմարվի դրա հետ, որ կինն է տանը։ Տղամարդը դրսի է։ Կինը չեմ ուզում այնպիսի բառեր ասեմ, որ սխալ դիտվի իմ ասած կարծիքը, ուզում եմ շատ ճիշտ ներկայացնեմ։ Կինը շատ կարևոր է ընտանիքում, շատ կարևոր է ընտանիքում, այսպես ասեմ, եւ շատ հաճախ պետք է լսել կնոջ։ Եվ դուք լսում եք հաճախ։ Այո, իհարկե, հակառակը չեք անում։ Չէ, այսինքն հակառակը չեք անում։ Ասում են լսիր, արա հակառակը, կնոջը լսի։ Չէ, շատ ժամանակ իհարկե անում հակառակը, խոսքը դրանում չի, բայց մեր ընտանիքում քննարկումը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, որովհետև զույգերը պիտի խոսեն իրար հետ։ Յուրաքանչյուր հարմարինան մեկ-մեկ արի սերան խոսալու բան ունենք, այդ նշանակում է, որ մոտակա 60 րոպեն խոսելու բան ենք ունենալու։ Կարևոր է, որ կինը նաև իր տղամարդուն մեկ-մեկ կինս ռիլեր ուղարկում են, որ կնոջ մասին բաներ են, ռիլեր, հոգեբաններ են խոսում։ Գիտես, չինած ինչ-որ հոգեբան, ասում է, որ կինը սենց, ասում եմ, իսկ այդ հոգեբանները չկա, որ տղամարդկանց մասին են խոսում։ Շատ կարևոր է այդ հավասարությունը ընտանիքում։ Մի խոսքով, իհարկե, տան գլուխը տղամարդն է, հարցը դրանում չի, չեմ ուզում ասել այդպիսի շաբլոն տեքստեր, որ տղամարդն է որոշում, այսպես թե այնպես դա այդպես է, բայց կնոջն էլ մեկ-մեկ կարելի է լսել, որովհետև մեկ-մեկ շատ ճիշտ բաներ ասում։ Իսկ եղել է մի պահ, որ ձեր կնոջ աջակցությունը առանձնապես կարևոր է եղել ձեր համար։ Միշտ իմ կնոջ աջակցությունը ինձ համար առանձնապես կարևոր է եւ տեղ ունի, որովհետեւ եթե կողակիցդ քեզ հավատում է, յուրաքանչյուր գաղափար ես որ իսկ իմ մտքում կարող է օրը 1000 գաղափար ծնվի։ Ես դրանք ֆիլտրում եմ եւ կիսվում եմ առաջինը կնոջս հետ, հետո Սամվելի հետ իմ ընկերոջ եւ այդպես։ Յուրաքանչյուր գաղափարի կողքին կանգնած է։ Ասում եմ, «Դավայ անենք, արի սկսենք անենք, տեսնենք ոնց կլինի, արի սկսենք, արի» եւ դա քեզ ուժ է տալիս իհարկե։ Երբ որ սկզբում հենց ամենաառաջինը քո ընտանիքի մարդ ասի, «Չէ, վատ գաղափար է», մի էլ մտի դրա մեջ, իհարկե արդեն cancel կլինի։ Բայց յուրաքանչյուր անիրական թատրոն ստեղծելը դա անիրականանալի երազանք էր մեզ համար։ Երբ որ մենք այդ ժամանակ ասեցինք, Մարինային ասեցի, թատրոն արի ստեղծենք, ի՞նչ թատրոն։ Ո՞նց է, լավ, բայց որ ուզում ես արի սկսենք։ Նույն ձև այդպես անիրականանալի երազանքներ կան, որ կիսվում եմ կամ նպատակներ, շատ կարևոր է, որ քո դիմացի մարդը
կիսի քո գաղափարը։ Աջակցի։ Աջակցի Եվ հավատա։ Եվ հավատա, այո։ Սերյան, մենք մեր հաղորդման ժամանակ սովորաբար միշտ ունենում ենք մի ծրար, որի մեջ սուր հարց է դրված լինում, այսպես ինտրիգային։ Ես երբ նայում էի ձեր կենսագրությունը, նաև այնինչ կա համացանցում, եւ նաև ձեր ընկերների հետ էլ զրուցեցի, ձեր խաղընկերների հետ, բոլորը միայն լավ բաներ ասեցին ձեր հասցեին, ասեցին շատ հայրենասեր, ընտանիքի լավ հայր, պրոֆեսիոնալ նաև, այսպես միայն դրականը ասացին եւ ոչ մի այսպես վատ բան դեռևս չգտանք, փաստորեն ճիշտ են ասել ձեր ընկերները։ Դե փոքր ժամանակ ասում եմ շրջապատիցս հարցրեց, էսի բան կա։ Գիտեք, մաքուր անցյալ ունեմ։ Այնպեսի տեղ եմ մեծացել, Արարատ քաղաքում եմ մեծացել, այնտեղ սովորել ես, որ յուրաքանչյուր խոսքից առաջ պիտի մտածես, յուրաքանչյուր բանի պատասխանը պիտի տաս, եւ այդպես դաստիարակվել եմ։ Եվ Փառք Աստծո, որ ոչ մի ինտրիգային բան չեք գտել, չեմ սիրում առասարակ ինտրիգներ, ես պարզ մաքուր մարդ եմ, եւ ընկերության մեջ, եւ շրջապատի մեջ, եւ ընտանիքում սիրում եմ խոսել, միշտ քննարկել ամեն ինչ։ Իհարկե կան ճուզողներ լիքը, երևի չեք հանդիպել այդ ճուզողների։ Երևի, որտեղ շատ վատ բաներ կարող էին ասել, բայց շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այդպիսի կարծիք են հայտնել։ Ես էլ շնորհակալ եմ ձեզ, շատ թեթև, լավ, դրական զրույցի համար, մաղթում եմ, որ ձեր թատրոնի դռները միշտ բաց լինեն եւ այն սերն ու խաղաղությունը, ինչի մասին մենք խոսեցինք, միշտ լինի ձեր ընտանիքում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Պրոֆիլի հյուրը Սեյրան Մովսիսյանն էր, իսկ մենք դեռ կհանդիպենք։